Ձեր քննարկմանն եմ ներկայացնում պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։ Նախագծով առաջարկում է հաստատել պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագիրը։ Ծրագրի մշակումը բխում է պետական գույքի մասնավորեցման օրենքի 4-րդ հոդվածի պահանջներից։ Ծրագրի մշակման համար հիմք է հանդիսացել նաև 2016 թվականի դեկտեմբերի 15-ի կառավարության նիստի արձանագրության 2-րդ կետով տրված հանձնարարականը, որի կատարման արդյունքում մի շարք հանրապետական գործադիր մարմինների եւ մարզպետարանների կողմից ներկայացվել են առաջարկություններ պետական գույքի մասնավորեցման 2017-20 թվականների ծրագրի նախագծում ընդգրկելու վերաբերյալ։ Ծրագրում ընդգրկվել են 11 հանրապետական գործադիր մարմինների եւ մարզպետարանների ենթակայությանը պատկանող նոր առաջարկվող թվով 24 ընկերություններ։ Ծրագրի մաս է կազմում նաև 2006-7 թվականների ծրագրում ընդգրկված չմասնավորեցված պետական բաժնեմաս ունեցող ընկերությունները։ Նոր ծրագրերը պարոն վարչապետ, առողջապահության նախարարությունը ներկայացրել է 10 ընկերություն, գյուղատնտեսության նախարարությունը 1, կրթության գիտության նախարարությունը 1, տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը 1, ֆինանսների նախարարությունը 1, արտակարգ իրավիճակների նախարարությունը 1, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը 2 ընկերություն, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը 1 ընկերություն, Գեղարքունիքի մարզպետարանը 1 ընկերություն, միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն 1 ընկերություն, պետական գույքի կառավարման վարչությունը 4 ընկերություն։ Խնդրում եմ հաստատել։ Շատ լավ։ 24 նոր ընկերություն է Եվ 23 նախորդ ծրագրից տեղափոխում ենք 17։ Այսինքն այն գույքը, որը որ այսօր համարում ենք, որ սեփականաշնորհել պետք է ամբողջությամբ այս ցուցակի մեջ է։ Այս ցուցակից դուրս գույք չկա։ Այս ցուցակից դուրս հետագայում կարող է առաջանալ, բայց այս պահին, որ մենք վստահ ենք, որ այդ գույքը օտարման ենթակա է, չկա։ չէ։ Դուք սրանով եք ապահովելու այն ծրագիրը, որի մասին մենք պայմանավորվել ենք։ Սրա նախնական գնահատման 100% արժեքը 35 միլիարդ 580 միլիոն է, պարոն վարչապետ, եթե գնահատված արժեքի 100%-ի չափով կարողանանք իրացնել, ապա մոտ 35-36 միլիարդ նոր մուտքեր։ Մեր գերատեսչություններն ու նախարարությունները նույնպես վստահ են, որ գույք չկա, որը որ օտարման ենթակա է, որտեղ ամենաշռայլը գտնվել է ոնց որ առողջապահության նախարարությունը 10 գույք մի անգամից։ Բոլոր մնացած տեղերում գույք չկա, որը որ էֆեկտիվ չի, ակտիվ չի, չի աշխատում։ Ընկերությունների գույքի չկա, շատ լավ։ Այս էներգոիմպեքսը նոր չենք ստեղծել, որ հիմա արդեն օտարում ենք, պարոն Մանուկյան։ Այո, պարոն վարչապետ, բայց բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ այն գործառույթները, որ իրականացնում է էներգոիմպեքսը, շատ ավելի արդյունավետ կիրականացնի մասնավորը։ Դրանք պետականի կարգավորման գործառույթներ չեն։ Շատ լավ, հարցեր, առարկություն զեկուցողին չկա։